Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր որոշել եմ պատրաստել այս գեղեցիկ իշխանով, ձկով, կարտոֆիլով ճաշը բոլորիս հայտնի։ Այստեղ պատրաստել եմ համեմունքները, ոնց տեսնում եք, աղ, կարմիր և սև պղպեղ, հատիկավոր պղպեղ, դափնում տերև, կարագ և այստեղ էլ այս գեղեցիկ բանջարեղեններով ափսեն, որ ամբողջը լցնելու եմ մեր ձկան ճաշի մեջ և վայելելու ենք այս գեղեցիկ համեղ հացերով, ոնց տեսնում եք գեղեցկության համար այսպես տեղավորել եմ, որպեսզի գեղեցիկ վիդեո ստանամ հատուկ ձեզ համար։ Եկեք միասին պատրաստենք, միտք կտամ, որ դուք էլ կպատրաստեք սիրելիներս, դե ինչ գնացինք պատրաստելուն։ Սիրով կսպասեմ ձեր արձագանքներին, արդյոք սիրում եք այս տեսակ ճաշը ձկով և պատրաստել եք այս տարբերակով, թե ոչ։ Դե ինչ, եկեք պատրաստենք միասին։ Սիրելիներս, եկեք պատրաստենք միասին այս գեղեցիկ համեղ իշխանը, ոնց տեսնում եք, արդեն նախապես պատրաստ, մաքուր, շատ մաքուր, լվացրած, պատրաստի վիճակում մոտավորապես այսպիսի իշխան ունենք մենք, սա պետք է մանրացնենք։ Եկեք միասին հեռացնենք այս մասերը իրա ու արդեն պատրաստենք միասին։ Հիմա կհեռացնենք այս։ Հուսով եմ լավ երևում է, սիրելիներս։ Դե ինչ մշակած է ձուկը շատ լավ մաքրել է, վաճառողը շատ լավ, ինքը պրոֆեսիոնալ մաքրելու ապարատ ունի, թե թեփուկները, թե ներսը, ոնց տեսնում եք, ներսը իդեալական, ուղղակի սենց մաքուր, եկեք մի հատ ցույց տամ, որ համոզվեք, ինչ մաքր է մաքուր մաքրում ու ամեն անգամ տալիս է մեզ այս իշխանը, այսենց, եկեք ես կտորների բաժանեմ, սիրելիներս տեսեք, մյուս կողմի թեփուկները չի կտրել, ինձ չէր թողնում, որ ես գործ անել, տեսակ, բերել եմ, որ կտրտեմ, բայց այսպես, եկեք շրջեմ, հակառակ կողմի թեփուկներն էլ կտրեմ, պետք է նախապես արած լինեի, մոռացել էի, ամեն անգամ մոռանում եմ, վերջում այստեղ եմ անում, բայց ոչինչ, խնդիր չկա, այսպես, մոտավոր այս չափի կտորների եմ բաժանում, մոտավոր այս չափի կտորների ու կշարենք այստեղ, ոնց անեմ, որ ձեզ ավելի տեսանելի լինի, այսպես, ինչ գեղեցիկ ձուկը, ոճիկը եկեք այսպես էլ թողնեմ, նայեք ձկան կտորները, գեղեցիկ կտրատվեցին, հիմա հերթով անենք բանջարեղենները, սիրելիներս, ձեր շատերիդ ծանոթ ձկան ճաշնա, նենց չի, որ ինչ եք արել, չգիտեք, բայց ամեն դեպքում, եկեք, քանի որ չեմ փոխելու տախտակը կամ դանակը, հեսա ես մի անգամից
մաքուր մեր ձուկն է ուտելու, ուրիշ բան չենք կտրատել, որ ասենք փոխենք, կամ չգիտեմ ինչ սա, այս կողմ թողնենք, որ կադրից դուրս լինի։ Եկեք հիմա հերթով կտրատենք բանջարեղենները։ Սոնջան մի հատ փակի բալես այդ դուռը։ Զգուշ լինեմ, ձեռքս չկտրեմ, շատ սուր է այս դանակը։ Եկել այսպես։ Ուսովում երևում է, եկեք թավան դնենք կադրի մեջ, որպեսզի մի անգամից ցույց տամ եւ պատրաստեմ։ Պետք է կարտոֆիլը շարեի նոր, բայց ոչ տարբերություն չկա, մեկ խառնվելու է իրար։ Նա կարտոֆիլն էլ ես 3 մասի կբաժանեմ կարտոֆիլը։ Կարող ենք 2, որպեսզի շատ բարակ չլինի, սա շատ բարակ էր, բայց ոչինչ։ Հաջորդ թե տեսնեմ բարակ է լինում, հատ այսպես, հատ այսպես։ Ձեր ներկայությամբ պատրաստ եմ, ովքեր որ չեն փորձել, թող անպայման փորձեն, յուրահատուկ ճաշա լինի։ Գեղեցիկ է սա, ես կշարեմ այսպես։ Եկեք մի հատ կարտոֆիլ, այս ջուր 2 կես կանենք, մի հատ 2 կես եկեք անենք, այս գեղեցկությունը շարենք այստեղ, սուր եմ պարզ երևում է, հենց տեսքն էլ ինչքան գեղեցիկ, սիրուն, համեղ, հացիկները ինչու են շրջողում, չենք հասկանում, հիմա այսպես, հաջորդը լոլիկները, նորից կլոր կտրատելու եմ, ոչ շատ բարակ, ոչ շատ հաստ։ Շատ համեղ է ստացվում, կարող եմ չհեռացնել այս մասը, վերջում եկա եղվելուց հանելու եմ, բայց եկեք հեռացնեմ։ Միանգամից ուղղակի այս մասը պետք է մեկը նորից հեռացվի։ Զգուշ աշխատեմ դանակի հետ, ես սովորություն ունեմ ինձ վնասելու, վերջում է ճիկուտս էլ վնասը շատ, որ ձևի։ Այսպես, այս գեղեցկությունը։ Նորից մենք այդ կտրատում ենք տղպեղը։ Վայ չուտող ինչ է, վերջում կկիսվեմ արդեն եփված վիճակում սիրելիներս։ Սա էլ այսպես, եկեք հիմա դնենք դափնու տերևները և սա ամբողջությամբ լցնենք վերան։ Տեսակ։
Անհրաժեշտության դեպքում կավելացնեմ մի փոքրիկ տոմատի մածուկ, դա էլ կտեսնեմ ընթացքում։ Եկեք ավելացնենք դրան կարագ։ Սև բիբարից հազում եմ։ Գիտեք ինչ եմ անում ես սիրելիներս։ Նա չգիտեմ կզարմանաք թե ոչ։ Ես կիտրոնի կեսը դնելու եմ մեջը եփեմ, մյուս կեսը եփելուց հետո ով կցանկանա թող ավելացնի իր ձկան վրա։ Այս մի կեսը թողնում ենք, կտրատում եմ մասերի եմ բաժանում, չնայած սառնարանում էլի ունեմ լիմոն և այսպես նայեք սիրելիներս։ Ես սիրում եմ այս թթվաշամը, որ տալիս է, այսպես դե արեք ու մի վայելեք այս համեղությունը։ Հիմա ասեմ, ամենավերջում ավելացնելու եմ մանր կտրատած սամիտը, թարխուն չունեի, թե չէ թարխունի ճյուղեր կդնեի, խանութում չեմ գտել, դրա համար չեմ գնել, թարխունի ճյուղեր կդնեի արանքում, բայց հիմա ասեմ, սամիտը կարող եմ այսպես էլ դնել հանել, կարող ենք համեմ, կարող ենք սամիտ, կարող ենք թարխուն, ինչ ունեք ձեռքի տակ կամ թեկուզ հենց եթե պատրաստում եք կարող եք գնել բոլորը միասին, որպեսզի ստանաք համեղ ձեր ուզած սոուսը, ես այսօր մանր կկտրատեմ սամիթը և ամենավերջում անջատելուց 1 րոպե շուտ կլցնեմ վրան։ Եկեք ես մանր կտրատեմ նաև կանաչիները, սիրելիներս, կտեղադրեմ նաև ռիլիստագրամում իմ համեղ ձկից, խնդրում եմ եթե չեք բաժանորդագրվել իմ ինստագրամի չեք հետևում, հետևեք, Անի Հակոբյանը, ինստագրամի հեղումը կարող եմ, էջումս կա, մեկնաբանությունների բաժնում էլ կարող եմ թողնել, ժամանակի առումով մի փոքր ընդեղ ուշացնում եմ, բայց ոչինչ, շուտով ամեն ինչ տեղը կգցեմ, այսպես ասած, ինչպես տեսակ, սա է շատ մանր կտրատված կանաչին, վերջում ավելացնում ենք վրան, նորից եմ կրկնում, կարող եք համեմ, կարող եք հենց այդպիսի թարխունի ճյուղեր իրա վրա դնել և պատրաստել, գնացինք եփվելու, թող եփվի պրծնին, ավարտվի, ես ձեզ ցույց կտամ, գնացինք սիրելիներս։ Այստեղ կտրատել եմ մանր սամիթը, կարող եք ավելացնել, մի հատ այս գեղեցկությանը նայեք, ոնց կարող է մարդ սա չսիրի, այս համեղությանը նայեք, ձուկիկները արդեն մնացին ներքևում, գնացինք պատրաստելու։ Ահա այսպես էլ մի հատ ցույց տամ ձեզ սրտիկներս, ինչ գեղեցկություն է, ու գնանք պատրաստելու արդեն, կկիսվեմ եփված պատրաստի վիճակում, սա էլ մեր այսօրվա համեղ ուտեստը, միտք եմ տալիս ձեզ, դուք էլ պատրաստեք, որ մամաների, տնային տնտեսուհիների ամենադժվար հարցը, ինչ եփել այսօրը, սա էլ այսօրը մեր գնացինք ամենակարևորը, որ բոլորս ենք ուտելու, դա է իմ համար ամենակարևորը, գնացինք սրտիկներս։ Սիրելիներս, ահա գրեթե պատրաստ է, ինչքան շատ ջուր դուրս տվեց, բայց ես շատ քիչ էի լցրել, ձուկը արդեն եփված է, ստուգում տեսնում ենք կարտոֆիլը
Եփված է, արդեն ձուկը պարզա, որ ավելի շուտ է եփվի։ Չեք պատկերացնի ինչ բույր անկել խոհանոցով մեկ, անուշ հոտ, համը պատկերացնում եմ ինչ վերջն է եղել։ Փորձեք այս տարբերակով սիրելիներս, իսկ եթե արել եք կգրեք։ Եկեք հիմա արդեն ավելացնեմ սամիթը, այսպես, ամբողջ կտրատածս սամիթը կավելացնեմ, ամբողջ, նայեք ինչքան առատ սամիթ արեցի, դուք արեք այն ինչ սիրում եք, սամիթը շատ օգտակար և շատ համեղ կանաչի է, թարթուն լիներ, նորից եմ կրկնում թարթուն կանեի, բայց քանի որ չկա, սա էլ է շատ լավ, ոչինչ, հիմա ես ուղղակի գտալիկով կտրմփացնեմ իրա վրա, չեմ խառնելու բնականաբար, կափարիչը կփակեմ, մի րոպեից կանջատեմ, շատ չէ, ուղիղ 1 րոպեից արդեն պատրաստ կլինի ուտելուն, կմատուցեմ ու կկիսվեմ ձեզ հետ սիրելիներս իմ ձկան տարբերակով։ Ահա և վերջ, անջատում ենք, նայեք, դուք ուղղակի ձկան շքեղ տեսքը տեսեք, իշխանը շատ համով ձուկ է ու չեք պատկերացնի հոտը ինչ վերջն է եղել, գնացինք վայելելու արևներս։ Սիրելիներս, եկեք կտրեմ այս հացը, շատ համով հացեր են, սիթից եմ վերցրել, երկուսն եմ վերցրել, մեկը սև էս ձևով, մեկն էլ սպիտակ էսպիսի բատոններ է, միշտ մոռանում եմ, մի օր էս հացով շատ համեղ բան կպատրաստեմ, շատ համեղ ու ցույց կտամ ձեզ, մենակ հիշեմ, ես մոռանում եմ հաճախակի ինչ պետք է կարելի էր անել, որ արել եմ ու ցույց չեմ տվել ձեզ, չեմ կիսվել ձեզ հետ, եկեք կտրեմ այս երկու համովիկների հետ ու ուտենք մեր ձկան ճաշը, գնացինք ուտելու։ Հա եկեք ես ձեզ ցույց տամ իրենց կտրած վիճակում, ինձ անուշ հոտ ունի ու այնքան համով հացա չեք պատկերացնի, ես շատ եմ սիրում այս հացը, շատ լավն է ինքը, փափուկ, այսպես փափուկ, բուլկուց փափուկ է։ Դե ինչ, սա իսկականն է, ձկան ճաշիկի սոուսի բանը թաթախել ուտելու համար, ով որ կսիրի ջրով, ես ջրով եմ սիրում, այդպես եմ ուտելու։ Դե ինչ, եկեք սա անջատեմ, ձուկն էլ մատուցեմ ցույց տամ և մենք հաց ուտենք սիրելիներս, գնացի։ Անջատել եմ արդեն, վերջ, մատուցեմ, արդեն պատրաստ է։ Մի 2 րոպե թողեցի, որ ինքը իրանով տենց կափարիչը փակ, անջատված մնա, որպեսզի նոր ուտենք։ Ահա ձկան այս համեղ ափսեն, որը որ ես ավարտեցի, վերջացրեցի, տեսեք թե ինչ համեղություն է ստացվել, լույսը մի փոքր, ես դուրս եկա որ ցույց տա լույսը, բայց այդքան լավ չի փոխանցում, բայց ամեն դեպքում շատ համեղ է, շատ անուշ է բուրում, գնացինք վայելելու, բարի ախորժակ բոլորիս, եթե դուք էլ հաց եք ուտում, սիրելիներս պատրաստեք այս տարբերակով և չեք փոշմանի, հաստատ շատ կսիրեք ձուկը այս տարբերակով, գնանք հաց ուտենք, կսպասեմ ձեր մեկնաբանություններին արդեն վլոգում, սիրում եմ բոլորից շատ։ Ահա և վերջ սիրելիներս, սա էլ մատուցեցի, որպեսզի ցույց տամ, կիսվեմ ձեզ հետ, չեք պատկերացնի համն ու հոտը, ուղղակի անմահական համեղ է ստացվել, պատրաստեք դուք էլ սիրելիներս, փորձեք իմ այս տարբերակը և գրեք, տեսնեմ հավանեցիք, թե ոչ, հաստատ կհավանեք, քանի որ շատ համեղ է լինում։ Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիդ, որ իմ կողքին եք, որ իմ ալիքի կողքին եք, որ դիտում եք, մեկնաբանում եք, որ սիրում եք մեզ և գրում եք այդքան քաղցր ու անուշ խոսքեր, ես էլ սիրում եմ ձեզ բոլորիդ ու հպարտ եմ, որ իմ հետևորդները այդքան լավն են, այդքան բարի ու դրական են։ Եկեք գնանք մենք անուշ անենք մեր հացը, եթե դուք էլ հաց եք ուտում, անուշ լինի բոլորիդ կերակուրը, սրտիկներս առողջ վայելեք, սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, գնացինք։